Զվարթնոց օդանավակայանում Ռուսաստանից Հայաստան ժամանող ինքնաթիռների ուշացումների պատճառը եղել է Ռուսաստանի տարբեր շրջաններում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումն ու հոբ միջոցների աշխատանքը։ Միայն գիշերվա ընթացքում ոչնչացվել է 550-ից ավելի դրոն, ինչը հանգեցրել է Մոսկվայից, Սոչիից, Կրասնոդարից եւ Միներալնիե Վոդիից իրականացվող չվերթերի ժամանակացույցի խաթարմանը։ Անվտանգային իրավիճակով պայմանավորված նախօրեին չեղարկվել էր նաև Կապան-Երևան ներքին չվերթը։ Թեև այսօր թռիչքների բնականոն ընթացքն աստիճանաբար վերականգնվում է, սակայն տեղի ունեցածը լուրջ անհարմարություններ է պատճառել հարյուրավոր ուղևորների։ Բաքուն լրջորեն տուժել է հորդառատ անձրևներից։ Մայիսի 17-ին Բաքվում եւ Աբշերոնյան թերակղզում 9 ժամվա ընթացքում տեղացել է 103 մմ տեղումներ, ինչը կազմում է ամսական կլիմայական նորմայի 523%-ը։ Տեղումների նման քանակը ռեկորդային է դարձել 2026 թվականի համար։ Անձրևի հետևանքով հեղեղվել են բազմաթիվ փողոցներ ու բակեր։ Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր ողողված ճանապարհներով եւ ջրի մեջ կանգնած ավտոմեքենաներով։ Մայիսի 18-ի դրությամբ զոհեր չեն գրանցվել, ի տարբերություն գարնանային լայնամասշտաբ ջրհեղեղների։ Նոր տեղումները կարող են հանգեցնել հերթական հեղեղումների եւ գետերում ջրի մակարդակի բարձրացման։ Բաքուն ավանդաբար լուրջ դժվարություններ է ունենում առատ տեղումների ժամանակ, անձրևաջրերի հեռացման համակարգի եւ քաղաքային ենթակառուցվածքների անկատարության պատճառով։ Թուրքիայի հարավում Մերսին նահանգի Տարսուսի շրջանում տեղի ունեցած արյունալի հրաձգության հետևանքով 4 մարդ զոհվել է, եւս 8-ը վիրավորվել։ Անհայտ անձը կրակ է բացել ռեստորաններից մեկում, ապա ավտոմեքենայով դիմել փախուստի, ինչից հետո ոստիկանությունը սկսել է նրան հայտնաբերելու լայնամասշտաբ գործողություն։ Հատկանշական է, որ սա վերջին օրերին Թուրքիայում գրանցված միակ արյունալի միջադեպը չէ։ Նմանատիպ մեկ այլ ողբերգական միջադեպ է գրանցվել նաև Թեքիրդաղի Չորլու շրջանում, որտեղ զինված բախման ահազանգով ժամանած ոստիկանների վրա կրակ են բացել բիզնես կենտրոնի 3-րդ հարկից։ Այս հարձակման հետևանքով սպանվել է 2 ոստիկան։ Հանցագործին հաջողվել է վնասազերծել միայն փոխհրաձգությունից հետո, երբ նա վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Տեղական իշխանությունները շարունակում են քննել 2 նահանգներում տեղի ունեցած զինված հարձակումների դրդապատճառները։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը չի պատրաստվում ապահարզանի դիմել Ռուսաստանի հետ կամ լարվածություն մտցնել երկկողմ հարաբերություններում։ Լիտվայի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում նա ընդգծել է, որ թեև արկա են խնդիրներ, Հայաստանը տրամադրված է գտնել կառուցողական լուծումներ եւ զարգացնել փոխշահավետ կապերը։ Անդրադառնալով Մոսկվայի զգուշացումներին ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի անհամատեղելիության մասին, նախարարը նշել է, որ Հայաստանը շատ լավ հասկանում է իրողությունները, սակայն շարունակելու է մերձեցումը Եվրոպական միության հետ։ Միրզոյանի խոսքով, երբ գա վերջնական ընտրության պահը, որոշումը կկայացնի Հայաստանը, եւ դա դրսից չէ, որ պետք է ասվի։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, եւ մենք տրամադրված ենք առողջ միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն խնդիրներ կան անշուշտ, նաև բայց կարծում եմ, որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել։ Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկման լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ, էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ 111 տարի առաջ այսօրը Վանը թուրքական զորքերից եւ քրդական հրոսակախմբերից պաշտպանած Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ։ Տարեդարձն առիթ է հիշեցնելու ոչ միայն փոքրաթիվ ուժերով, սակայն հմուտ ու նվիրյալ առաջնորդով բազմապատիկ ուժերին հաղթելու, այլև Արամի դիվանագիտական հմտությունների մասին, որոնց շնորհիվ նա կարողացավ արմատապես փոխել ռուս-թուրքական ռազմաճակատի քարտեզը։ 1915 թվականի գարունը վասպուրական աշխարհում բուրում էր ոչ թե ծաղկած այգիների անուշահոտությամբ, այլ վառոդի ծխով եւ արյան հոտով։ Մինչ Օսմանյան կայսրության խորքերում հայությանը տանում էին դեպի մահվան անապատներ, հայոց հինավուրց մայրաքաղաք Վանը վճռեց չմեռնել ծնկաչոք։ Այդ օրհասական օրերին Վանի սիրտը բաբախում էր մեկ մարդու կամքով՝ Արամ Մանուկյան։ Նա սովորական առաջնորդ չէր, նա պաշարված Այգեստանի եւ քաղաքամեջի ոգին էր։ Երբ թուրքական հրետանին ռմբակոծում էր հայկական թաղամասերը, երբ սնունդն ու փամփուշտները հատնում էին, Արամի սառնասրտությունն ու անկոտրում կամքն ու հավատն էին, որ ստիպում էին դպրոցականին զենք վերցնել, իսկ մորը փամփուշտ պատրաստել նրա համար։ Արամը գիտեր, Վանը միայն քաղաք չէ, Վանը հայության վերջին ամրոցն է։
Եթե ընկներ Վանը, չէր լինի Սարդարապետը, գուցե չլիներ Հայաստանը։ Վանի կուսակալ Ջևդեթ Բեյի հրամանի տակ էին 12000 զինվոր ու հրետանի, նաև չերքեզական ու քրդական մարդասպանների ջոկատներ։ Արամին հաջողվել էր զինել 1500-ին, որոնցից միայն 500-ը հրացանում էին։ Մայիսի կեսերին դրությունը դարձավ օրհասական։ Հենց այդ օրերին Արամ Մանուկյանը կատարեց իր կյանքի ամենառիսկային եւ հանճարեղ քայլերից մեկը։ Նա կապ հաստատեց ռուսական Կովկասյան բանակի հրամանատարության հետ։ Արամի հերագիրը գեներալ Նիկոլայ Յուդենիչին սոսկ օգնության կանչ չէր ռազմաչակատի գծից։ Արամը քողարկված հանդիմանում էր ռուսական հրամանատարությանը դանդաղ գոտության համար։ Երբ ինքը Վանի պատերի տակ է պահում թուրքական խոշոր ուժեր, ռուսական զորքերը չեն կարողանում արագ առաջ շարժվել, թեև հակառակը պետք է լիներ։ Արամը հասկացրեց, Վանը պահում է քաղաքացիականների ուժերով, թշնամին պարտվում, եւ ռուսական զորքի առաջ խաղացումը ոչ թե պարզապես օգնություն է, այլ հաղթանակը վերջնական դարձնելու հնարավորություն։ Արամի հերագիրը փոխեց ռազմաչակատի պատկերը։ Ռուսական զորքերը եւ հայ կամավորական ջոկատները, Քերու, Դրոյի, Համազասպի եւ Անդրանիկի գլխավորությամբ սրընթաց շարժվեին դեպի Վասպուրական։ Եվ ահա եկավ մայիսի 19-ը։ Դա մի օր էր, երբ Վանի երկնքում արևն այլ կերպ ծագեց։ Թուրքական զորքերը վախենալով ակցանի մեջ հայտնվելուց փախուստի դիմեցին։ Ռուսական զորքերը եւ հայ կամավորները մտան քաղաք։ Նույն օրը, մայիսի 19-ին, ռուսական հրամանատարության որոշմամբ Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ։ Յուդենիչը հպարտորեն հեռագրեց Նիկոլայ II ցարին, որ նրա տարեդարձի օրը ռուսական զորքերը շնորհավորել են հայոց հինավուրց մայրաքաղաքի ազատագրմամբ։ Դա պատմական արդարության բացառիկ պահ էր։ Դարավոր ստրկությունից հետո հայը դարձավ իր տան տերը։ Վանը դարձավ հայկական պետականության փոքրիկ, բայց հզոր կղզյակ։ Արամը սկսեց կառավարել քաղաքը որպես հմուտ պետական գործիչ, հոգալով գաղթականների, սննդի եւ անվտանգության մասին։ Վանի հերոսամարտը եւ մայիսի 19-ի հաղթանակը ապացուցեցին մի պարզ ճշմարտություն. երբ կա կազմակերպված կամք եւ անձնուրաց առաջնորդ, անգամ ամենահզոր կայսրությունը չի կարող հաղթել ազատության տենչին։ Շատերի մոռացած մայիսի 19-ի պատմական դրվագի ֆոնին ուրվագծվում է Արամի կերպարը, որն իր հեռատեսությամբ եւ քաջությամբ կերտեց այն հիմքը, որի վրա 3 տարի անց պիտի բարձրանար Հայաստանի առաջին հանրապետության դրոշը։ Ինչպես են տիրապետում հայերենին Դոնի Ռոստովում, ռուս աղջկա անցկացրած հարցման արդյունքները զարմացրել են անգամ հեղինակին։ Պարզվում է Ռոստովի բնակիչները ոչ միայն գիտեն հայերեն բառեր, այլև մեծ սիրով ու հարգանքով են վերաբերվում հայկական մշակույթին։ Տեսանյութն արդեն հասցրել է հուզել ու հիացնել հազարավոր օգտատերերի։ Сегодня мы снова проверим, как Ростов знает армянский. Знаете ли вы армянский? Барабзес, что такое? Я не могу выговорить, но я, Классно. конечно... Барабзес, по-моему, так. Инчес. У меня была учительница по математике, которая спрашивала. Барабзес. Молодец. Саватаном. Барабзес. Вау. Пухчка. Пухчка. Вам кто-то так говорит? Армянские друзья. Нет. Что говорят? Ануш. Ануш. Ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը կտրականապես հերքում է իր Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին շրջանառվող տեղեկությունները, պնդելով, որ ունի միայն Հայաստանի քաղաքացիություն։ Նա հայտարարել է, որ իշխող թիմը միտումնավոր ֆեյք լուրեր է տարածում ժողովրդի ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի գործողություններից շեղելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանել են, որ իրենք թեկնածուին գրանցել են ՆԳՆ-ից ստացված պաշտոնական տեղեկանքի հիման վրա եւ տվյալների իսկությունը ստուգող մարմին չեն։ Այս ամենը հաջորդել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակած փաստաթղթին, որն իբր վկայում էր Կարապետյանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին։ Հիշեցնենք, որ այս հայտարարությունների ֆոնին քննչական կոմիտեն արդեն քրեական վարույթ է նախաձեռնել, պնդելով, որ Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու փաստը։ Բեկերի օրեր 3 նախ իմ ազնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի իբր պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված Ռուսաստանի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի մասին այդ ֆեյք տվյալը տարածեցին իրենց անունից, նրանց դեմ հայցադիմում են ներկայացվելու դատական, բայց իրենց պես չէ, որ մարդկանց տանեն ձերբակալեն, այլ ուրիշ բանի համար, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, բայց իսկ վճարը գնալու է գիտեք ուր։ Գնալու է Սևանի հոգեբուժարան։ Այնտեղ մենք կվերանորոգենք հոգեբուժարանի սենյակները եւ նաեւ ծրագիր կունենանք, որ ով ունի հոգեկան խնդիրներ,
անվճար տեղեր տրամադրվեն այդ մարդկանց, որպեսզի անհավասարակշիռ վարքագծով հասարակության մեջ մարդկանց չվախեցնեն եւ նրանց պաշտոն չտրվի։ Լոռիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները բնութագրել է շատ ջերմ ու բարեկամական, ընդգծելով ՌԴ նախագահի հետ իր սերտ անձնական կապը։ Նա հայտնել է, որ 2018 թվականից ի վեր Վլադիմիր Պուտինի հետ ունեցել է ավելի քան 200 հեռախոսազրույց եւ շեշտել է, որ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով ու ակնածանքով։ Վարչապետի տեխնացուն վստահեցրել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում կտրուկ քայլեր չեն լինելու, սակայն միևնույն ժամանակ չեն կարող Հայաստանի շահերը ստորադասել Ռուսաստանի շահերին։ Ամենայն հարգանքով վերաբերվում ենք Ռուսաստանի շահերին, ամենաբարձր ձևով, բայց կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան մեր շահերին, հասկանում եք, քան Հայաստանի Հանրապետության շահերին, եւ սա լեգիտիմ դիրքորոշում է։ Եվ մենք հետևում ենք եւ գնալու ենք Հայաստանի շահերին եւ մենք հակասության եւ հակադրության, էլ չեմ ասում լեզվակռվի, բանավեճի մեջ չենք մտնելու Ռուսաստանի մեր գործընկերների հետ, բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է։ Ռոսելխոզնadzորը հայտարարել է, որ մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման ավարտը։ Ռոսելխոզնadzորի ղեկավար Սերգեյ Դանտվերտը հաստատել է, որ հայկական կողմի հետ բանակցություններից հետո նախատեսվում է իրականացնել մի շարք ձեռնարկությունների խստացված ստուգումներ։ Գործող սահմանափակումները նպատակ ունեն բացառել անվտանգության չափանիշներին չհամապատասխանող ապրանքների մուտքը ռուսական շուկա։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սակայն, պարզաբանել է, որ կառավարությունը դեռևս որևէ պաշտոնական գրություն չի ստացել եւ կատարվածը համարում է ընթացիկ աշխատանքային իրավիճակ։ Ըստ նախարարի, ռուս մասնագետներն այժմ Հայաստանում ուսումնասիրություններ են անցկացնում այն ընկերություններում, որոնց մուտքը Ռուսաստան նախկինում արգելված էր, եւ դրական եզրակացության դեպքում արտահանումը կվերականգնվի։ Գիտեմ, որ Ռոսելխոզնadzորից մասնագետներ կան Հայաստանում կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություն են անցկացնում եւ այդ ուսումնասիրության արդյունքում կորոշվի, այսինքն դրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ էր եւ եթե դրական եզրակացություն ունի կբացվի իրենց համար արտահանման հնարավորությունը, ես կարծում եմ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպեսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն, մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է The Insider պարբերականի հետաքննությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության եւ դիվանագետների լրտեսական գործունեության վերաբերյալ։ Մոսկվան հրապարակումը որակել է որպես բացահայտ սադրանք, որի նպատակն է հոգեբանական ճնշում գործադրել դիվանագետների վրա եւ վախ սերմանել հայ հասարակության շրջանում։ Նախարարությունը պնդում է, որ հոդվածը լի է փաստական սխալներով ու կեղծ տվյալներով, իսկ պարբերականին անվանել է արտասահմանյան պատվեր կատարող գործակալ։ Հիշեցնենք, որ The Insider-ը պնդում էր, թե Կրեմլը մեծականակ ռեսուրսներ ու հետախուզական ծառայությունների սպաների է կենտրոնացրել Երևանում Փաշինյանի հաղթանակը կանխելու համար։ Ըստ հետաքննության հեղինակների, հայաստանյան որոշ ընդդիմադիր տեխնացուներ ուղղակի կապի մեջ են ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը երկկողմ երթևեկության փողոց է, հիշեցնելով Հայաստանի զգալի տնտեսական կախվածությունը Մոսկվայից։ Շոյգուն մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին էներգակիրներ է մատակարարում շուկայականից 3 անգամ էժան գնով, իսկ Ռուսաստանում աշխատող հայերի տարեկան 3.9 միլիարդ դոլարի փոխանցումները կազմում են հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 13%-ը։ Զուգահեռաբար փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը անընդունելի է համարել Երևանի ԵԱՏՄ-ից ԵՄ անցնելու մարտավարությունը, շեշտելով, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու հարսանիքում ապրել եւ խախտել եվրասիական ինտեգրացիայի պարտավորությունները։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հակադարձելով այս մեղադրանքներին, ընդգծել է, որ դաշնակցային ոգին հարաբերական է, քանի որ Երևանը եւս բազմիցս չի տեսել Մոսկվայի կողմից պայմանագրերով նախատեսված հստակ գործողությունները։ Չնայած լարվածությանը, պաշտոնական Երևանը վերահաստատել է, որ մտադիր չէ ապահարզանի դիմել կամ վնասել Ռուսաստանի շահերին, բայց շարունակելու է մերձեցումը Եվրոպական միության հետ։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը պաշտոնապես հերքել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկությունները, շեշտելով, որ նա երբևէ չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։ Այս հայտարարությունը հաջորդել է Հայաստանի քննչական կոմիտեի պնդմանը, թե падգամավորի թեկնածուն դիտավորությամբ թաքցրել է իր օտարերկրյա քաղաքացիությունը։ Գալուզինը նաև բացարձակ սուտ եւ լրտեսական արշավ է որակել հայկական որոշ ԶԼՄ-ների հրապարակումները ռուս դիվանագետների կողմից Հայաստանի շահերի դեմ գործելու վերաբերյալ։ Ըստ ռուս բարձրաստիճան դիվանագետի, Մոսկվան պատշաճ հակահարված է տալու նմանատիպ տեղեկատվական սադրանքներին, որոնք խեղաթյուրում են դիվանագիտական ներկայացուցչության բնականon գործունեությունը։ Զուգահեռաբար Նարեկ Կարապետյանի պաշտպանական թիմը քննչական կոմիտեից պահանջել է անհապաղ հերքել զրպարտությունը, սպառնալով դատական հայց ներկայացնել։